ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի Աթենքում անցկացված նիստի մասնակիցների ընդունած հայտարարության համաձայն Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արվում պահպանել բանակցությունների դրական դինամիկան, բայց հայտարարության մեջ ներառված սկզբունքներն իրականում ենթադրում են վերադարձ 1988-ից 91 թվականների վիճակին, նշեց Ժառանգություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։ Ըստ նրա, ներկայումս բավականին ռիսկային գործընթաց է տեղի ունենում։ Ղարաբաղի կարգավիճակը հայտնի է, այն անկախ է, եւ բանակցությունների հիմնական խնդիրը պետք է լիներ այդ կարգավիճակի միջազգային ճանաչումը։ Հայաստանը այս դիրքերից 1 սանտիմետր անգամ շեղվելու իրավունք չունի, հավելեց Ստեփան Սաֆարյանը։ Հայազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատուի կարծիքով վտանգավորն այն է, որ միջնորդներն են ընդգծում, թե առաջիկա պայմանագիրը հիմնված է լինելու տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։ Այդ սկզբունքների մեջ մեզ համար անընդունելին կա, դա տարածքային ամբողջականության հիշատակումն է, ինչը հայկական բոլոր իշխանությունները մինչ օրս կարողացել են դուրս մղեն եւ որևէ փաստաթղթում այն չի եղել։ Կարծում եմ, որ սա հերթական նահանջն է, որ թույլ տվեց իրեն Հայաստանի դիվանագիտությունը։ Միջազգային հանրությունը ինքն է կարծեք թե Թուրքիային այս հայտարարությամբ ուղերձում, որ դու կարող ես վավերացնել արձանագրությունները, քանի որ բանակցությունները դրական դինամիկայի մեջ են եւ հաջողականությունը նախագահների մեծացել է 6 անգամ 1 տարվա ընթացքում եւ նաեւ առաջիկայում նույնպես կլինի, ինչը նշանակում է, որ նրանք շատ մոտ են համաձայնությունների կայացմանը եւ փոխադարձ ընդունելի պայմանավորվածությունների ձեռքբերմանը։ Դաշնակցության բյուրոյի հայդատի ու քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով Աթենքում ընդունված հայտարարությունը չի կարելի համարել կատարյալ փաստաթուղթ, քանի որ Ադրբեջանը համաձայնել է ինքնորոշման սկզբունք ներառող փաստաթղթին, բայց միևնույն ժամանակ Մանոյանը հավելեց, թե ինքնորոշման իրավունքը չի կարծում, որ Ադրբեջանի համար նշանակում է, թե Ղարաբաղը կարող է Ադրբեջանի կազմից դուրս գալ։ Այս մադրիդյան սկզբունքներ ասվածով գալիս թե փորձում ենք կամ ստիպված ենք հատուցել Թուրքիայի այդ Ադրբեջանի այդ չագերդիալ էսկասեի կորուստները։ Ղարաբաղյան կարգավորման միջնորդներն այսպիսով ձգտում են ցույց տալ, որ Ղարաբաղի հարցում կա առաջընթաց, եւ Թուրքիայից պահանջում են խելամիտ ժամկետներում վավերացնել արձանագրությունները, նշեց Կիրո Մանոյանը։ Աթենքում Էդվարդ Նալբանդյանը հատուկ է շեշտել, որ առաջին անգամ է այս 3 սկզբունքներն ընդգրկող հայտարարություն արվում, եւ դա առաջընթաց էր համարել։ Խոսքը վերաբերում է Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքներին։ Կուսակցության ներկայացուցիչները գտնում են, որ հիշյալ հայտարարությունը պատասխանն էր Ալիևի ռազմատենչ հայտարարություններին։ Ինքնորոշման սկզբունքի շոշափումը այդ շրջանակներում արդեն կարծեք թե լուրջ շանտաժ է դառնում Ադրբեջանին, որ եթե ինքը շարունակելու է նույն ռազմատենչ ոգով, ուրեմն այդ դեպքում միջազգային հանրությունը կուժգնացնի ինքնորոշման սկզբունքի նկատմամբ իր դիրքորոշումների կարծրացումը։ Որտեղ Ադրբեջանը կամ Ալիևը ասում են, որ եթե չլինի առաջընթաց պատերազմ կսկսվի, որովհետև այդտեղ նաև շեշտվում է ուժի չկիրառման եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը եւ մնացածը։ Կարծում եմ դա պատասխանն է Ադրբեջանի այդ սխալ քայլին։ Իսկ բանակցային այս գործընթացներում պետք է կարևորել Ղարաբաղի իշխանությունների դերն ու մասնակցությունը, դա ավելի շատ պահանջ, քան ցանկություն է, գտնում են կուսակցականները։ Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղը չպետք է լռի, նա պետք է ահազանգի եւ շատ հստակ նշի մեր ժողովրդի համար, միջազգային հանրության համար այն պահանջները, որ իրենք առաջ են քաշում եւ այն մինիմումը զիջումների, որ իրենք պատրաստ են գնան։ Դա ոչ թե պաշտոնական Երևանը պետք է որոշի, դա պետք է որոշի պաշտոնական Ստեփանակերտը։ Ապա կուսակցությունների ներկայացուցիչները հավելեցին, որ ընդունված այս հայտարարությունը թեև վերջին 10 տարիներին ԵԱՀԿ նախարարների կողմից ընդունված առաջին փաստաթուղթն է, բայց դրանում եւս հստակ ընդգծվում է, որ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունները փոխկապակցված են։ Ստեփան Սաֆարյանը Ժառանգության դիրքորոշումն արտահայտեց, որ ի վերջո միջազգային հանրության ճնշումների ներքո Ղարաբաղի հակամարտության կարգավորման մի փաստաթուղթ կստորագրվի, ինչպես ստորագրվեց հայ-թուրքական սահմանի բացման համար։ Հերմինե Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Երևան։